Reopen Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Renews լրատվականի շաբաթօրյա առաջին թողարկումը, տաղավարում աշխատում է Լուսինե Ղարսայանը, բարև ձեզ։ Պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած ըստ քննիչների մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր հատկացրել բնակարանի համար։ Այս գործով մեղադրյալ է նաև գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ Էնրիկո Ապրիամովը։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Իր ֆեյսբուքյան էջում նախկին նախարարը նշել է, որ դատարանը ոչ միայն մերժել է իրեն, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործող անցնող մյուս 1 տասնյակից ավելի բոլոր մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Հավելեմ, որ Քերոբյանը անցնում է նաև մեկ այլ գործով եւ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Իմնեմնիմի փոդքասթի եթերում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք բացահայտումներ է արել 44-օրյա պատերազմին տանող քայլերի վերաբերյալ, նաև դիտարկումներ ներկայացրել, թե ինչ էր պետք անել պատերազմը կանխելու, բանակցային ձևաչափը պահպանելու եւ երկիրն աղետի չտանելու համար։ Նա մեղադրել է գործող վարչապետին բանակցային գործընթացը տապալելու եւ 2019-ին իրեն ներկայացված խնդրի լուծման առաջարկը ժողովրդից թաքցնելու մեջ։ Ֆեյսբուքյան գրառումներով եւ ուղիղ եթերում նրան հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Ասել է, թե 44-օրյա պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցվեր կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Պատկերացումները համապատասխանեցնելը, եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն էր, որ դա չեմ արել, ասել է Փաշինյանը։ Տևական դադարից հետո Հայաստանի 3-րդ նախագահը Իմնեմնիմի փոդքասթում ծավալուն զրույցում անդրադարձել է 2018-ի իշխանափոխության իրադարձություններին, դրանից հետո գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, 44-օրյա պատերազմին։ Սերժ Սարգսյանի խոսքով 2020-ի պատերազմի հիմնական պատճառները մի քանիսն են։ Առաջին հանգամանքն ըստ 3-րդ նախագահի բանակցային գործընթացից խուսափելն ու հրաժարվելն էր, ապա բանակցողներին ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկելը, որն էլ հանգեցրեց այդ պրոցեսի դադարեցմանը։ Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Կարծում եմ 3-րդ հանգամանքը կայանում էր նրանում, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի Հայաստանի նախկին ղեկավարներին պարբերաբար բանավեճի հրավիրելուն եւ այն փաստաթղթին, որի մասին ասվում էր, թե եթե դա Փաշինյանը հրապարակի, այլևս բանավիճելու հարց չի լինի։ Սարգսյանն ասում է, ամիսներ առաջ է տեսել 2019-ին Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որը նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր հայ ժողովրդից։ Գրեթե մի տարի մենք խոսում էինք այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների։ Չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։
Արդեն 2020-ին, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ, եւ նույնիսկ այդ փաստաթղթի դեպքում էր հնարավոր փոխզիջումներով հասնել հիմնախնդրի կարգավորման, սակայն Հայաստանի գործող կառավարիչները նույնիսկ այդ վերջին հնարավորություններից մեկը տապալեցին։ Ճիշտ է, որ մեր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտումը առանձնացված էր առաջին, այսինքն առանձին կետով, իսկ այստեղ պրեամբուլայում այդտեղ էր նշված, այսինքն սա ամբողջովին հնարավորություն կտար նորմալ բանակցելու պարագայում այդ կետն էլ առանձնացնել եւ գնալ խնդրի լուծման։ Ի պատասխան Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը գրառումներով հայտարարել է, որ մինչև տարեվերջ կհրապարակի բանակցային պատմության առանցքային թղթերը, այդ թվում Սարգսյանի գրած նամակը։ Հետ չնեղվես, բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 դասավորել եմ, հիմա սկան ենք անում եւ մինչև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Փաշինյանն արձագանքել է նաև Սարգսյանի այն մտքին, թե անհասկանալի է ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել հոբ միջոցների կեսը։ Ինչ կա չհասկանալու։ Ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալալոմ էր, բառից բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա էին ցույց տալիս, դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Իդեպ 44-օրյա պատերազմի մասին այսօր հիշել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովը հայտարարել է, թե պատերազմի օրերին Մակրոնը բազմիցս զանգահարել եւ սպառնացել է Ադրբեջանին, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը կանգ չառնի։ Մերի Դանիելյան, Reopen Media։ 5 տարի առաջ այս ժամերին օրհասական դրություն էր Արցախյան ռազմաճակատում, թեև արդեն հայտնի էր Շուշիի անկման մասին, ինչը անկումային տրամադրություններ էր ստեղծել, սակայն ոչ ոք չէր սպասում նոյեմբերի 9-ի աղետին։ Ինչպես զարգացան իրադարձությունները, որոնք հանգեցրին հայկական երկրորդ հանրապետության համար կործանարար դրության, ովքեր ինչ որոշումներ կայացրին, որոնք ճակատագրական դարձան մի ամբողջ հայկական երկրամասի համար, կարող եք տեսնել Անի Հովհաննիսյանի ֆիլմում վաղը 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, YouTube-յան և սոցցանցերի մեր մյուս էջերում։ Այժմ եկեք դիտենք մի հատված։ Այսօր ուրախության զգացումով, հպարտության զգացումով ես ստորագրում եմ այս փաստաթուղթը եւ կցանկանայի շնորհավորել ողջ ադրբեջանական ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Շնորհակալություն։ Անցնենք ստորագրմանը։ Ուղիղ 5 տարի առաջ այսօրը Ալիևը ու Պուտինը ստորագրեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Փաշինյանին սակայն ստորագրման ընթացքում մենք չենք տեսնում։ Ըստ Ալիևի Ադրբեջանը այս հարցը լուծեց ինքնուրույն, առանց իր խոսքով առաջնորդների ոտքերն ընկնելու։ Ես ոչ մի առաջնորդի չեմ զանգահարել։ Ես շփումներ ունեցել եմ, նրանք են ինձ զանգահարել, բայց մարդ չի մնացել, որ նա չզանգի, չաղաչի, բանագնաց չուղարկի, չլացի կամ ոտքերը չընկնի։ Ահա սա է դրա վերջը։ Բայց Ալիևը մենակ չէր, Հայաստանը ու Արցախը միայն Ադրբեջանի դեմ չէին կռվում։ Թուրքիան էլ էր Ալիևի կողքին ու դա չէին էլ թաքցնում։ Ադրբեջանին հսկայական ռազմական օգնություն էր ցուցաբերում Պակիստանը։ Սրանից բացի ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել էին սիրիացի վարձկանների, ինչի մասին պատերազմի օրերին ահազանգում էին Ֆրանսիայի նախագահը, Ռուսաստանի արտգործնախարարն ու անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։ 2020 թվականի աշունը հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկն էր, որի ողբերգական գագաթնակետը դարձավ անառիկ թվացող Շուշիի անկումը։ Ինչպես եւ ինչ պայմաններում ընկավ հայոց բերդը եւ ինչ հայտարարություններ էին հնչում այդ օրերին նրանց կողմից, ովքեր պարտավոր էին պաշտպանել այն։ Իմ գործընկեր Դիանա Կարապետյանը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։ Առաջարկում եմ դիտենք զրույցից մի հատված, իսկ ամբողջական ռեպորտաժը մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Եթե կազմակերպվեր Շուշին անառիկ է, Շուշին պիտի անպայման, հենց քարին տակում կարելի էր ոչնչացնել դրանց։ Որ ասում են գյորբաջոր, հենց քարին տակում պիտի գյորբաջոր անեն, որովհետև մեր համար ավելի նպաստավոր պայմաններ էր, իրենց համար աննպաստ է, որովհետև քարին լեռնաշղթայից նայում ես, ափիդ մեջ երևում էր։
Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսելով հորեղբոր ձերբակալության մասին, ասել է, որ նա ինքնակամ գնացել է ոստիկանության բաժին ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա, ես և հայրս ձերբակալվեցինք, ասել է Նարեկ Կարապետյանը։ Կարլսոնի հարցին դուք ինչու ձերբակալվեցիք, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ չգիտի, գուցե ուղղակի այնտեղ գտնվելու համար։ Նրա խոսքով քննիչը մտել է սենյակ և բացականչել, որ գտել է մի հոդված, իսկ ոստիկանն ասել է, թե դա չի աշխատի։ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջարկեցին։ Թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն ի դեպ կարող եք դիտել YouTube-ում, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ ուրիշների մասին, ասել է Կարապետյանը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է հայտարարել, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո վերջինս խոստացել է պատժամիջոցներ չկիրառել Հունգարիայի նկատմամբ ռուսական նավթ և գազ գնելու դեպքում։ Ամերիկացի անանուն պաշտոնյան հայտարարել է, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծրագրում էր Մեքսիկայում Իսրայելի դեսպանի սպանությունը, սակայն մահափորձը կանխվել է։ Իրանը հերքել է մեղադրանքը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունը չդադարեցնելու համար։ Ստամբուլի դատախազությունն էլ հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մարդկության դեմ հանցագործությունների և Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Ստամբուլի դատարանը ձերբակալման հրամանագիր է տվել 37 Իսրայելի պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Բենյամին Նեթանյահուի։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մզկիթում պայթյուններ են տեղի ունեցել, վիրավորվել է 55 մարդ, դեռահաս կասկածյալը ձերբակալվել է։ Դե իսկ միջազգային մյուս կարևոր թեմաները կներկայացնի իմ գործընկեր Մերի Դանելյանը։ Ամերիկյան Սենատը մերժեց օրինագիծը, որը նախատեսում էր 100 հազարավոր դաշնային աշխատողների աշխատավարձերի վերականգնում Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև շատդաունի ընթացքում, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են տարաձայնություններ ունենալ կառավարության աշխատանքի վերսկսման վերաբերյալ։ Դեմոկրատների մեծ մասը դեմ է քվեարկել օրինագծին, պնդելով, որ այն չափազանց մեծ լիազորություններ կտա հանրապետական նախագահին, որը որոշել է շատդաունի ընթացքում վճարել միայն զինվորականներին և ներգաղթի աշխատակիցներին։ Արհմիությունները կոչ էին արել օրենսդիրներին ընդունել օրինագիծը, նշելով, որ ստեղծված իրավիճակը խաթարում է միլիոնավոր ամերիկացիների բնականոն կյանքը։ Այս ֆոնին երկրի նախագահ Թրամփը ժամանել է Ֆլորիդա հանգստյան օրերն անցկացնելու Մար-a-Լագոյի իր տանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը խաղաղություն է փնտրում, բայց չի ընկրկի արտաքին հարկադրանքի առաջ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից միջուկային ծրագրի և հրթիռային պաշտպանության հրաժարման պահանջների համատեքստում։ Փեզեշքյանն այդպիսով պատասխանել է Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանություններին, թե Իրանն իբր խնդրել է վերացնել սանկցիաները։ Մենք ուզում ենք ապրել խաղաղ և անվտանգ, բայց ոչ արժանապատվության ոտնահարման հաշվին, ասել է Իրանի նախագահը և մեղադրել Միացյալ Նահանգներին, որ Իսրայելին զենք է մատակարարում, բայց Իրանից պահանջում է հրաժարվել հրթիռներից, հետո էլ հարձակվում է, երբ ցանկանա։ Փեզեշքյանը հաստատել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային գիտության զարգացման կամ հրթիռային պաշտպանության իր իրավունքից։ Նիգերիայի հանրահայտ իմամ Դանչո Իսմայիլ Աբու Խալիդը ջումաթի շաբաթօրյա հավաքական աղոթքի ժամանակ կոչ է արել համաերկրացիներին զգուշություն պահպանել և դիվանագիտական ճանապարհով չեզոքացնել Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքները։ Թրամփն այս ամսվա սկզբին սպառնացել էր զորքեր ուղարկել Նիգերիա քրիստոնյաների զանգվածային սպանություններ իրականացնող խմբավորումներին ոչնչացնելու համար։ Նիգերիայի նախագահ Բոլա Ահմադ Տինուբուն հերքել է քրիստոնյաների դեմ անհանդուրժողականության մեղադրանքը, ընդգծելով, որ Բոկո Հարամ և Ֆուլանի խմբավորումների հարձակումները ավելի շատ աշխարհագրական են, քան կրոնական, և կառավարությունը պաշտպանում է բոլոր հավատքների ներկայացուցիչներին։ Մինչդեռ վերջին օրերին հողային վեճերի հետևանքով դարձյալ քրիստոնյաներ են սպանվել։ Պաշտոնական այցով Մեքսիկայում գտնվող Էմանուել Մակրոնը նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ ստորագրել է համաձայնագրեր, որոնք ներառում են հին ձեռագրերի, այսպես կոչված նախահիսպանական կոդեքսների շուրջ մշակութային համագործակցություն։ Շեյնբաումը հատուկ ընդգծել է Ֆրանսիայում ցուցադրությունից հետո այդ կոդեքսների վերադարձի կարևորությունը, քանի որ դրանք Մեքսիկայի պատմական ժառանգության անբաժանելի մասն են։ Ազգային պալատում կայացած հանդիպմանը առաջնորդները քննարկել են տնտեսական, մշակութային և դիվանագիտական հարցեր։ 2026-ին նշվելու է Ֆրանսիա-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների 200-ամյակը։
Մեքսիկայի Ուրուապան քաղաքի բնակիչները պահանջում են դադարեցնել բռնությունը քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանությունից հետո։ Նրանք բողոքի են դուրս եկել արդարադատության եւ անվտանգության կոչերով։ Նոյեմբերի 1-ին հարևան բնակավայրից մի դեռահաս գնդակահարել էր 40-ամյա Մանսոյին, երբ նա մասնակցում էր մոմավառության փառատոնին։ Հարձակումը ազգային վրդովմունքի ալիք է բարձրացրել։ Մասամբ դաշնային կառավարությանը ուղղված նրա բացահայտ քննադատության պատճառով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում ավելին չանելու համար։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, որտեղ վերջին շրջանում անչափահասների կատարած հանցագործությունները մեր երկրում հատկապես մարզերում աճել են։ Խոսքը ոչ միայն մանր զանցանքների, այլև սպանությունների, բռնությունների, գողությունների ու թմրանյութերի հետ կապված լուրջ հանցագործությունների մասին է։ Մասնագետները կարծում են, որ այս ամենի պատճառը համակարգի թերություններն են, չկան կանխարգելիչ ծրագրեր, որոնք կօգնեն երեխաներին հեռու մնալ վատ շրջապատից։ Սպանության նախապատրաստություն Վանաձորում 17-ամյա դեռահասի մասնակցությամբ, սպանություն Սպիտակում կրկին 17-ամյա երիտասարդի մասնակցությամբ, որի պատճառն ըստ քննության աղջկան երկար նայելն էր։ Վերջերս Լոռու մարզը ցնծած այս աղմկահարույց դեպքերը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճող վիճակագրության ընդամենը 2 դրվագներն են։ Թվերը խոսուն են։ Քննչական կոմիտեի տվյալով 2025 թվականի միայն առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298-ի դիմաց։ Սա 2022 թվականից սկսված աճի շարունակությունն է։ Ցանկում ծանր հանցագործություններ են՝ սպանությունը, առողջությանը վնաս հասցնելը, ավազակությունը, թմրանյութերի շրջանառությունը։ Սոցիոլոգ Միրա Անտոնյանը համոզված է, համակարգն աշխատում է հրշեջի սկզբունքով, արձագանքելով միայն ծայրահեղ դեպքերին։ Սովոր չենք, մեր երկրում ընդունված չի վաղմիջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպված գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագությամբ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Ոստիկանության գնդապետ փորձագետ Նելի Դուրյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող ստորաբաժանումը, խնդրի լուծման բանալին տեսնում է մի քանի ուղղություններով։ Առաջինը ծնողական պատասխանատվությունն է։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, հա։ Դուրյանը հիշում է, եղել են տարիներ, երբ համալիր աշխատանքի արդյունքում անչափահասների գաղութը պարզապես դատարկվել է։ Մանր հանցագործություններ անում էին, բայց ծանր հանցագործություններ չկային։ Դրա հիմքում ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություններ։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։ Հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոններ։ Մեկ այլ կարևոր օղակ էր դպրոցական տեսուչի ինստիտուտը, ոստիկաններ, որոնք աշխատում էին ավագ դպրոցներում, կանխելով վեճերն ու հաստատելով վստահության մթնոլորտ։ Այս ինստիտուտն այսօր այլևս չի գործում։ Երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, հա 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնյա հարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Մինչ վիճակագրությունը շարունակում է արձանագրել անչափահասների կատարած հանցագործությունների աճ, մասնագետները մատնանշում են համակարգային բացերը։ Մի կողմից վաղ կանխարգելման մեխանիզմների բացակայությունը, մյուս կողմից արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ գործած ինստիտուտների վերացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տուրիզմի ցուցանիշը։ Այն բավականին մեծ թիվ է, բայց աճը 0.8% է, թեև իշխանությունը խոսում էր ռեկորդների մասին։ Իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը շրջել է քաղաքում եւ փորձել է հասկանալ զբոսաշրջային ակտիվությունը, հանդիպել մեր երկիր եկած հյուրերի հետ։ Դիտենք ռեպորտաժն ու վերադառնանք։ Հերթական ռեկորդային ցուցանիշը արձանագրվեց զբոսաշրջության ոլորտում։ Մայիսից օգոստոս ռեկորդային զբոսաշրջության մասին է պատմում Գևորգ Պապոյանը։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում զբոսաշրջիկներին հետաքրքրող իրադարձություններ շատ եղան։ Ֆեստիվալների ֆոնին Հայաստան էր եկել համաշխարհային աստղ Ջեյլոն, Մագնիսի պես զբոսաշրջիկների նոր հոսք բերելով։ Սակայն Պապոյանի ոգևորությանը զուգահեռ այս տարի զբոսաշրջիկների աճի տոկոսն է 0.8։ Այսպես վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարից սեպտեմբեր Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, համեմատել դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 1.734.000 մարդ է ժամանել Հայաստան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է ընդամենը 13,000-ով։ Ես ռուս եմ, բայց ապրում եմ Կիպրոսում։ Ինչու ընտրեցի այս երկիրը։ Իրականում ես երբեք այստեղ չեմ եղել, բայց ինձ միշտ հետաքրքիր էր այս երկիրը, եւ հատկապես որովհետեւ ես սիրում եմ արվեստը։ Ուստի որոշեցի այցելել ձեր պատկերասրահ։ Դա շատ հետաքրքիր է ինձ համար, եւ մարդիկ այստեղ շատ ընկերասեր են։ I'm from Iran, Tehran. Ես Իրանից եմ, Թեհրանից, ճանապարհորդում եմ Հայաստանում։ Լսել եմ, որ ձեր երկիրը շատ անվտանգ երկիր է, բարի մարդկանցով եւ շատ հետաքրքիր վայրերով։ Ես Հայաստանում եմ մոտ 1 շաբաթ, նաեւ ուզում եմ մեկնել Վրաստան, բայց լսել եմ, որ Վրաստանն այդքան էլ հետաքրքիր չէ։ Այնպես որ ես կնախընտրեմ մնալ այստեղ հաջորդ շաբաթն էլ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից։ Պատերազմը, այլ երկրների սահմանած մուտքի արգելքները ու էլի այլ պատճառներ այս տարի մոտ 710,000 ռուսաստանցու են բերել Հայաստան։ Մի քանիսին Ռիոփնի հարցախույզի ընթացքում հանդիպեցինք։ Մենք պարզապես անցնում էինք, եկանք բառացիորեն 1-2 օրով։ Ահա ինչքան ժամանակ կա, ինչ կհասցնենք, կտեսնենք։ Мы сегодня прилетели к другу на свадьбу, у нас женится. Մենք այսօր եկել ենք մեր ընկերոջ որդու հարսանիքին։ Մենք ժամանել ենք այսօր եւ Կիրակի օրը մեծ հարսանիք ունենք հյուրանոցներից մեկում եւ մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Իմ ընկերները Հայաստանից են։ Մենք դեռ 5 օր այստեղ կլինենք։ Վաղը անպայման կգնանք Էջմիածին, հետո անպայման կգնանք Սևան, որովհետեւ շատ գեղեցիկ լիճ է։ Եվ մենք ուզում ենք տեսնել Արարատը։ Ես արդեն այստեղ եղել եմ 19 թվականին եւ ինձ այստեղ շատ է դուր եկել։ Հայաստանը հիանալի երկիր է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանից եկող զբոսաշրջիկների հոսքն է։ Համ մոտ են, համ էլ այս տարի մեր երկրում Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպում կար։ Իսկ այս բելառուս աղջիկները Հայաստանի սարերով են զմայլված։ Երևանում 2 օր են մնալու, մնացած օրերը պատրաստվում են Սար ու Ձորին նվիրել։ Առանձնացրել են Սևան ու Տաթև հաստատ պիտի գնան։ Мы в Ереване всего лишь второй день. Մենք Երևանում ընդամենը երկրորդ օրն ենք։ Մեզ շատ դուր եկավ Արարատի գործարանը։ Այնտեղ ուղղակի հիանալի էքսկուրսավարներ են։ Պատմությունն այնքան գրավիչ է, որ մենք նույնիսկ մոռացել էինք, որ եկել են կոնյակ փորձելու։ Ես արդեն անկեղծ ասած այնքան էմոցիաներ ունեմ, այնքան շատ տեղերում ենք եղել, որ արդեն մոռացել եմ։ Вот, мы только начинаем вкушать. Ահա մենք նոր ենք սկսում ճաշակել Հայաստանի համը։ Պայմանականորեն, եթե կարելի է այդպես ասել։ Աներևակայելի հաճելի, աներևակայելի ջերմ մարդիկ են։ Շատ հաճոյախոսություններ ենք լսում։ Բոլորը ողջունում են, բոլորովին անծանոթ մարդիկ փողոցում ասում են բարի գալուստ Հայաստան։ Դա անչափ հաճելի է, եւ դա ձեր երկրի տարբերակող գիծն է։ Դուք հիանալի եք, այստեղ գտնվելը մեզ համար նույնպես մեծ պատիվ է։ Հիմնականում մեր երկրի խոհանոցը հյուրասիրությունն ու ապահովությունն էին ընդգծում հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած մարդիկ։ Իսկ ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանն էլ այսօր տուրիստական ցանկալի ուղղություններն է հրապարակել՝ Գեղարդ, Դիլիջան, Սևան ու էլի այլ տեղեր։ Ասում է, դա դեռ միայն տուր օպերատորների ցուցանիշով է։ Սիմոն Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Ռիոփն մեդիա։ Հայ պատանի շախմատիստների նվաճումների մասին։ Եվրոպայի առաջնության մինչև 18 տարեկանների խմբում գերազանց խաղով Վահե Սուքեսյանը վերջին փուլերում անընդմեջ հաղթանակների շնորհիվ միավորներով հավասարվեց առաջատարին եւ լրացուցիչ ցուցանիշներով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մինչև 14 տարեկանների խմբում փայլուն խաղաց Հայաստանի մյուս շախմատային հույսը 13-ամյա Տիգրան Համբարձումյանը, որը մրցակցի հետ 9 հնարավորից 7.5 միավոր էր վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Մինչև 16 տարեկանների պայքարում Բենիկ Աղասարովը բաժանեց երկրորդ, 4-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց 4-րդ տեղում։ Շնորհավորում ենք իմաստուն խաղի երիտասարդ հայ վարպետներին եւ մաղթում նորանոր նվաճումներ։
Եվ վերջում կես միլիարդ հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանի միլիոնավոր երկրպագուներ անհանգստացած են նրա համար։ Ռեալիթի շոուի մեգա աստղը հրապարակել է Կարիբյան ծովում անցկացրած հանգստի ժամանակ արած լուսանկարներով։ Դրանցում Քիմը կանգնած է խիտ կանաչ մամուրով ծածկված ժայռերի վրա։ Երկրպագուների շրջանում իրարանցում է սկսվել, քանի որ մամուրը շատ սայթաքուն մակերես է և Քարդաշյանը կարող է ընկնել և վնասվածք ստանալ։ Նրանք վկայակոչել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալը, որ ընկնելու հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է մոտավորապես 684,000 մարդ։ Այնուամենայնիվ Քիմը կարծես հաղթահարել է դժվարին մարտահրավերը առանց վնասվածքների և հիանալի լուսանկարներ ստացել։ Դե իսկ այժմի համար մենք նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։